Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են քաղաքական ու տնտեսական հարաբերությունները խորացնելու հեռանկարները։ Հայաստանի գլխավոր դիվանագետը բարձր է գնահատել Լյուբլիանայի հետ գործակցությունը հումանիտար հարցերում ու շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, կանանց և մայրերի համար իրականացվող շարունակական ծրագրերի համար։ Երկու երկրների դիվանագետները մամուլի ասուլիսին նախորդած առանձնազրույցի և ընդլայնված կազմով նիստի ընթացքում քննարկել են տնտեսական գործակցությունը ակտիվացնելու մի շարք հարցեր։ Տանյա Ֆայոնի խոսքով սլովենական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարել։ Նշվել է, որ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը կարող է նպաստել Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոնի և Սլովենիայի Սփիրիտ Սլովենիա գործակալության միջև առկա և ընդլայնվող գործակցությունը։ Կիպրոսի բիզնես պատվիրակությունը Հայաստանում է քննարկելու երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, զբոսաշրջություն, տեքստիլ, շինարարություն։ Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի անդամների հետ հանդիպման նպատակն է բացահայտել համատեղ ներդրումային ներուժը տարբեր ոլորտներում։ Կիպրոսում շատ քիչ է գյուղատնտեսական արտադրանքը, իսկ ձեր մոտ այն շատ է։ Հաջողություններ ունեք տեքստիլի, կոշիկի արտադրության, կահույքագործության ոլորտներում և ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար պետք է լուծեք արտահանման և լոգիստիկ խնդիրները։ Մենք այսօր այստեղ ենք ծանոթանալու նոր կապեր հաստատելու նպատակով։ Հայաստանը ցանկանում է ավելի մոտ լինել Եվրամիությանը, բարելավել բիզնես կապերը և Կիպրոսը կարող է կամուրջ լինել Հայաստանի և եվրոպական երկրների միջև, ընդգծել է պատվիրակության ղեկավարը։ Պատվիրակության կազմում են ֆինանսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների գործարարներ։ Մինչև այս արդեն կազմակերպվել են հայ գործարարների բիզնես այցեր Կիպրոս, հանդիպումներ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ։ Կիպրոսի բիզնես պատվիրակության այցը Հայաստան նոր ծրագրերի մեկնարկ է, ընդգծել է միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահը։ Կիպրոսցի գործարարներն առաջին անգամ են Հայաստանում, կհաջորդեն B2B հանդիպումներ, այցելություն տարբեր արտադրամասեր և Հայաստանի տեսարժան վայրեր։ Նման ծրագրերը մի քանի կարևոր գործառույթներ են իրականացնում։ Առաջինը խթանելով туриզմը, հնարավորություն տալով ճանաչելի դարձնել Հայաստանը։ Երկրորդը տնտեսական փոխադարձ հուշագրերի կնքումը եւ նոր ծրագրեր, նոր գաղափարներ գեներացնելը։ Եվ երրորդ արդեն հայկական արտադրանքի մուտքը դեպի կիպրական շուկա, այդ թվում նաև եվրոպական երկրներ։ Խորհուրդն աջակցում է հայ գործարարներին բիզնեսի խթանման, խորհրդատվական և արտահանման գործընթացներում։ Այս տարի արդեն տեղի են ունեցել բիզնես այցեր Իտալիա, Չեխիա, Ավստրիա, Չինաստան։ Առաջիկայում կմասնակցեն համաժողովի Միացյալ Նահանգներում։ 2024 թվականին պետբյուջեից Լոռու մարզին հատկացվել էր 17.8 միլիարդ դրամ, ծախսերի կատարողականը կազմել է 97%։ Համայնքների սեփական եկամուտները 2023-ի համեմատ գերակատարվել են 111.3%-ով, պետական և սուբվենցիոն ծրագրեր ճանապարհաշինության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում։ Նախորդ տարի պետական բյուջեից ֆինանսավորվել է 60 սուբվենցիոն ծրագիր շուրջ 6.8 միլիարդ դրամ արժեքով, որից կառավարության մասնաբաժինը կազմել է մոտ 3.7 միլիարդ դրամ։ 2024-ին մարզում իրականացվել են 12.4 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, հիմնանորոգվել է ընդհանուր 81.2 կիլոմետր ճանապարհ, 59.3 կիլոմետրը պետական բյուջեի միջոցներով, 21.9 կիլոմետրը սուբվենցիոն ծրագրերով։ Առողջապահության ոլորտում նախորդ տարի ներդրվել է 2.9 միլիարդ դրամ։ 2024-ին մարզի 69 դպրոցում հիմնվել են նոր լաբորատորիաներ, հագեցած ժամանակակից սարքավորումներով և գույքով։ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված է մարզի 44 դպրոց, արդեն կառուցվել է Հագվու, Մեդովկայի և Ստեփանավանի համար 3 դպրոցները, ընթացքի մեջ է 26-ը։ Ծրագրում ներառված 33 մանկապարտեզից նախորդ տարի կառուցվել է 10-ը, 16-ի շինաշխատանքները շարունակվում են։ Գյուղատնտեսության ոլորտում 2024-ին ներդրումների ծավալը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ 24-ի մայիսյան հեղեղումներից տուժել էր 24 բնակավայր, մոտ 1140 անձ։ Զգալի վնաս էր հասցվել ենթակառուցվածքներին, երկաթգծին, մարզի 8 տեղամասում, ճանապարհներին 45 հատվածում, որոնցից 5-ն ամբողջությամբ փլուզվել էր։ Վնասվել էին 29 կամուրջ և կամրջակ, 16-ն արդեն վերականգնված է, 11 կամուրջի համար էլ կնքվել է շինաշխատանքների պայմանագիր։ Մասնակի կամ ամբողջովին վնասվել էին 251 անհատական տներ և բնակարաններ, 168 տրանսպորտային միջոցներ, տուժել էր 124 տնտեսվարող, 196 բնակելի տների համար փոխհատուցված ընդհանուր գումարը կազմել է 665.2 միլիոն դրամ։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $64.88։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $61.52։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.2%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3247։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.3%-ով եւ կազմել մեկ հատի համար $83872։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 16-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 27 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 444 դրամ 48 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 74 լումա։